Եվ այսպես խոսելու ենք մեր կողմից հայերի կողմից շատ սիրված համով ֆոտով փառատոնի մասին, այո, ոչ միայն հայերի, հատկապես զբոսաշրջիկները երբ գալիս են, առաջին ասում են հայկական խորովածն ենք եկել փորձելու, եւ այսպես օգոստոսի 1-ին, այսպես Ստեփանավանում հենց հայկական ու մեր խորովածի բույրն է թևածելու, կարծում եմ շատ կողքի համայնքներից բռնած այդ բույրը կտարածի, որովհետեւ իսկապես շատ անուշ է խորովածի բույրը, անգամ եթե քաղցած էլ չես, երբ այդ բույրը sense քթից է կպնում, դու կոլորիտն ես պատկերացնում ու հենց կրակի մոտ։ Եվ այսպես մենք հյուրընկալել այս։ Մենք հյուրընկալել ենք հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին, բարի լույս, եւ Concept Events տնօրեն Վլադիմիր Գևորգյանին, բարի լույս։ Սա ոչ միայն լավ հնարավորություն է մի լավ հավեսով համեղ փորձելու խորոված է, որը վստահ եմ նաև ոչ մի տեսակ չի լինելու, այլ մի հազարավոր տեսակներ կլինեն։ Մթնոլորտն է էլի իրականում հենց այդ։ Սա լավ հնարավորություն է շփվելու եւ ծանոթանալու տարբեր մարդկանց հետ։ Սա նաև փորձի փոխանակում է եւ եթե կան այլ կետեր, որոնք բաց ենք թողնում, խնդրում ենք անդրադառնանք։ Նախ ողջունում եմ, շնորհակալ եմ, որ հնարավորություն ձեռեցիք խոսելու խորովածի մասին։ Խորովածի փառատոնը համախմբող գաղափար է նաև ինքը։ Տեսեք, դուք խոսում եք, ես մտածում եմ արդեն ծուխը, որ ասենք ծուխը համախմբող բան է, չէ՞, ինքը օջախի ծուխ եւ այլն։ Այս միջոցառման հիմնական նպատակը նախ երկրի համաչափ տարածաշրջանների համաչափ զարգացումն է։ Ընդհանրապես սկիզբը 2009 թվականին սկսվեց հյուսային դարպասներ զբոսաշրջային ծրագրի շրջանակներում եւ այդպես տարածվեց եւ մեր հիմնական խնդիրն է, որ կարողանանք տեղի բնակչությանը սովորեցնել կամ համոզել, որ դա այդ միջոցառումը իրենցն է հենց։ Այսինքն ամենաառաջի շահառուն հենց տեղի բնակչությունն է։ Բնականաբար այստեղ խոհանոցի զարգացում, խոհարարների հանդիպում, խոհարարական մրցումներ, սրանք կողմնակի չէ, բայց հավելյալ ինչ-որ երևույթներ են, որը ավելի հետաքրքիր է դարձնում փառատոնը, բայց ամենակարևորը հիմնական երևույթն այն է, որ մենք պիտի հասկանանք, որ շահառուն Ստեփանավանի եւ տարածքի բնակչությունն է, որը պիտի ամեն տարի սպասի այս միջոցառմանը եւ որը այդ միջոցառումից շահույթ ունենա։ Բնականաբար այդ շահույթը պիտի գեներացվի զբոսաշրջային նաև շրջանակների միջոցով, այսինքն երկրի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից բարձրացնելու միտված մի երևույթ է սա։ Մարդիկ գնում են հյուրատներն են այդ օրերին զբաղված լինում, գնումներ են կատարում, ի վերջո բոլորն են կարծեք թե ընդգրկվում։ Կազմակերպչական մասին կխնդրեի անդրադառնալ, ովքեր են լինելու, ինչ թվով, ինչքան մարդու ընդունելու այդ օրերին Ստեփանավանը։ Շատ լավ, նախ ողջունում եմ հեռուստադիտողներին, բարելույս բոլորին։ Պետք է նշել, որ այո, առաջի անգամ է Ստեփանավանում կազմակերպվում, որովհետև 5 տարի ընդմիջումից հետո որոշում կայացվեց պարոն Մամուլյանի հետ քննարկման արդյունքում, որ ուղղակի լոռից դուրս չգա, ինչպես գիտեք, մինչև Ստեփանավանում անցկացնելը անցկացվում աղթալը է։ Եվ ինչպես դուք նշեցիք, այո, այս պայծրությամբ արդեն Ստեփանավանում գրեթե բոլոր հյուրանոցային տնտեսության օբյեկտները, դրանք կլինեն հյուրատներ, հյուրանոցներ, BNB-ներ, գրեթե բոլորը զբաղված են, այնպես որ արդեն կարող ենք ասել այս մասով թիրախին ոնց որ ճիշտ տեղում կպել եք, այո, խոցել ենք, որը շատ ուրախացնող է։ Ակնկալում ենք ըստ մեր հաշվարկների 15000 այցելու, ինչի, որովհետև այս հաշվարկի հիմքում ընկած է Ստեփանավանի եւ հարակից համայնքների բնակչության թիվը եւ իհարկե նաեւ Երևանից եւ այլ մարզերից ժամանող զբոսաշրջիկների թիվը։ Մենք հստակ այս տարի անելու ենք հաշվարկ եւ յուրաքանչյուր ժամի տվյալներով ունենալու ենք հաշվարկ եւ արդեն փառատոնի ավարտին հստակ կարող ենք ասել որքան այցելու ենք ունեցել։ Մասնակիցների մասին նշեմ, որ այս տարի ունենալու ենք մոտ 50 մասնակից եւ տեղի բնակիչներ եւ իհարկե նաեւ այլ մարզերից ունենք ռեստորաններ, ունենք
ռեստորաններ սպասարկող, այսպես նաև հարակից ոլորտներ, խմիչքներ եւ այլն, այսինքն այն ինչը ինչ որ պետք է խորովածի փառատոնին եւ լավ ժամանակ անցկացնելուն մարդկանց։ Ունենք նաև համերգային ծրագիր, ժամը 12-ին է մեկնարկում մեր փառատոնը 12-ից մինչև 22:00-ն լինելու են մշակութային համարներ, ունենալու ենք բազմաթիվ խմբեր, մարզի անհատ կատարողներ, մարզի խմբեր, պարային խմբեր եւ իհարկե նաեւ ունենալու ենք երաժշտական խումբ Ethno-Colors-ն է հանդես գալու եւ Գորսուջյանը, դա էլ թողել ենք ոնց որ երեկոյան հատվածի համար, իսկ մինչեւ այդ արդեն մարզի եւ համայնքի խմբերն են հանդես գալու, այնպես որ բոլորին հրավիրում ենք, հետաքրքիր ցերեկո եւ երեկո է սպասվում եւ ամենակարևորը, որի մասին կուզեմ նշել, մենք ունենալու ենք մրցութային մաս, որը միշտ եղել է փառատոնի ընթացքում, այս տարի էլ առավել եւս ունենալու ենք լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում նոմինացիաներ, անվանակարգեր, առաջինից մինչև երրորդ տեղ, ունենալու ենք բացարձակ հաղթող եւ համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ, այսինքն 11 նոմինացիա, որպես այդպեսին, եւ ուզում ենք այնպես լինի, որ մեր ռեստորանները ամեն տարի սպասեն, թե երբ պետք է գան եւ մրցեն։ Ու այդ մեկ տարվա ընթացքում, երբ որ իրենց մուտքի մոտ փակցված կլինի այդ որակի նշանը կամ խորովածի փառատոնի նշանը, արդեն մեր քաղաքացիներն էլ կիմանան, որ այ տեսեք, այս ռեստորանը խորովածի փառատոնին նույնիսկ երրորդ տեղ գրավել է, պատվաբեր է լինելու, այնպես որ սրանով ենք մենք կարևոր տեղ տալիս եւ ունենալու ենք հատուկ գոտի, որտեղ մեր հարգարժան ժյուրին աշխատելու է, գնահատելու է։ Իսկ ովքեր են նրանք։ Նրանք պարոն Մամուլյանը կասի։ Այս մրցումները իհարկե հենց սկզբից, երբ որ սկսեցին կազմակերպել տարբեր փառատոններ, մրցույթները դրանց անկախտելի մասն էին կազմում։ Եվ մենք արդեն դրա մասին մտածեցինք, որ ունենանք սերտիֆիկացված ժյուրի անդամներ։ Եվ մենք հիմա ունենք երիտասարդ, մենք 4-5 ժյուրի անդամներ, որը մեր կազմակերպության հայ-խորհրդական անվտանգության զարգացման պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ են եւ այլն, բայց նրանք նաեւ ստացել են ժյուրի որակավորում, միջազգային ժյուրի։ Սա շատ կարեւոր հանգամանք է, հատկապես եթե մենք դրսում ենք մասնակցում մրցումների, որովհետեւ բոլոր սպորտաձևերից է երևի, եթե դու ժյուրի մեջ անդամ չունես, այնտեղ շատ դժվար է ակնկալել ինչ-որ բան, պարզ հասկանալի։ Մերոնցական մարդ չկա։ Հասկանալի պատճառներով։ Սա բոլոր ձևերով է, այստեղ չէր կարող խոհարարությունը խուսափել այս ամեն ինչ։ Շատ ճանաչված խոհարարներ են լինելու ժյուրի անդամները։ 5 հոգի կլինեն պրոֆեսիոնալ մասնակիցներ, դիտարկում ենք մի 5 հոգի լինեն շոու բիզնեսին ճանաչված ներկայացուցիչներ, այդպես բանան ենք, բայց այս անգամ մի քիչ մրցանակները ավելացրել ենք, նրանք նույնպես կպարգևատրվեն եւ իրենց աշխատանքը կգնահատվի։ Գոտիավորման ես պարոն Գևորգյանը նշեց, բայց տեսեք մենք գոտիավորման մասով ունենք նաեւ տարածք, որտեղ պիտի ներկայացվեն արվեստի գործերը, արվեստի, գյուղատնտեսական մթերքների, այսինքն գոտիավորումը հստակ բաժանված է, որ կարողանանք տեղի բնակչությանը գրավիչ դարձնել, իրենց բնամթերքի պատճառ, արվեստի գործերի պատճառ, մի խոսքով ուտել խմելու չկոչվել, իրականում այս ընկալումն է լինում ուտել խմելու տեղ, բայց լինի այսպես մշակութային, մեր ավանդույթների, կենցաղի ներկայացման։ Գիտեք, հենց սկզբից, երբ որ մենք նախաձեռնեցինք դեռ 2009 թվականին, այլ ձեր ասածներ սկզբից տպավորություն մտածում են, որ մարդիկ ուղղակի հավաքվում են ուտել խմելու, բայց կամաց մենք նույնիսկ գնացել ենք շուկա, միս վաճառողին, ասենք տեղացի, ասել ենք ինչի ես հիմա կանգնել այստեղ, օրինակ 3000 կամ չգիտեմ 4000 միս ես վաճառում։ Մենք ես տալիս ենք տաղավար, տալիս ենք ածուխ, տալիս ենք կրակարան եւ ձեր բերում ենք փող ունեցող մարդ ձեր մոտ կանգնացնում։ Այդ նույն միսը դու կարող ես խորովել եւ կրկնակ երակինով վաճառել։ Նոր այս մշակույթը արդեն մտավ, որ դա ոչ թե միայն տաշի-տուշ է, ինչ որ ուտել խմելու, այլ հանդիպումների, վաստակելու, կիսվելու, պլանավորելու, ամփոփելու, մենք վերջը մեկտեղվում ենք։
տարբեր մասնագիտության մարդկանցով եւ ինչ որ մի բան պլանավորում ենք, ինչ որ մի բանի մասին խոսում ենք կամ ինչ որ մի արածի մասին զեկուցում ենք իրար խոսք մի խոսքով մեկտեղվելու խնդիր է նաեւ։ Պարոն Մամուլյան, լավ, ի վերջո ո՞րն է ամենահամեղ խորովածը։ Ես վստահ եմ, որ դուք ունեք ձեր ինչ որ գաղտնի բաղադրատոմսը, բացի այն, որ ասում են ձեռքից է, չէ՞, գալիս շատ բան, թե ով է պատրաստում, ինչ տրամադրությամբ եւ ինչ էներգիա է տալիս։ Կա ինչ որ գաղտնիք, լավ, ի վերջո։ Խոհարարության մեջ կա երկու ամենակարևոր գործոն։ Դա ժամանակն է եւ ջերմաստիճանը։ Գաղտնիքը սրա մեջ է, որակի հետ կապված։ Ժամանակ ու ջերմաստիճան, եթե խախտեցի, բայց իմ սիրած մսատեսակը գառինիսն է եւ դրա հետ կապված բոլոր կոմբինացիաները ես սիրում եմ։ Իսկ այնտեղ շատ ու շատ կոմբինացիաներ են լինելու։ Այսինքն խոհարարը ինքը չի կարող ասած համապարփակ սահմանափակված լինի ինչ որ բանով, ինքը պիտի մտածի, ինքը պիտի արարի, ստեղծի նոր բան։ Եվ միշտ փորձ ցույց է տվել, որ 70 մոտորապես 70 տարատեսակ տարբեր համեմունքների, տարբեր տեսակների, տարբեր մատուցման ձևերի տեսակներ են հայտ գալիս։ Բնականաբար համեմնելու process-ը մի քիչ անհատական process է, անհատական զգացողության process է։ Եվ ինչպես նշեցի, այդ համեմնելուց զատ նաև շատ մեծ նշանակություն ունի, թե ինչ ջերմաշանով է սկսում, ինչ ջերմաշանով է վերջացնում։ Սա խոհարարական մանրունք է, բայց այդ ասում են գաղտնիքները այդ մանրունքների մեջ են։ Ինչով որ ջերմաշանի տակ է սկսում, որ ջերմաշանի տակ վերջացնում է։ Ու ինչ տրամադրությամբ թե ինչ տրամադրությամբ, այս սա շատ կարևոր է։ Եվ ինչ հոգի ես դրել այդ ամեն ինչը։ Որովհետեւ դա իզուր չի, հնուց եկած բան է, որ ասում են, օրինակ չգիտեմ, մեր հորաքույրը կամ ինչ տատիկը ամենահամեղ տոլմաններ պատրաստում կամ ասենք, չգիտեմ, խաշլամաններ պատրաստում, որ ոչ մեկ չէր կարող դա։ Բոլորը նույն բանն են, բայց դրա մեջ լավ։ Ես այդ օրինակի համար միշտ ասում ենք, չէ, ամանորի տոլման ամենահամովն եւ ամանորի տոլման մեր հուշերում միշտ կա, չէ, այսինքն ոչ չէ փոխելի չէ եւ մեկ բան նաեւ ես երբեմն լսած կլինենք, որ մատաղի միսը ուրիշ համ ունի, այսինքն նույն գարան գարչուտողը, նույն գարչուտողը մատաղում է, այո, որովհետեւ դա ենթագիտակցության եւ այո այս էներգիայի ընկալման խնդիրն է միանշանակ ճիշտ։ Խոսենք խոհարարների մասով, կարծում եմ սա ոչ մի նման փառատոները խոհարարներին level չեն բարձրացնում։ Սա հնարավորություն է տալիս խոհարարին պարզապես ներկայացնել իր հնարավորությունները, իր գիտելիքը, փոխանցել ներկաներին իր համն ու հոտը, բայց ես վստահ եմ արժանային արդեն երևի հստակ թիվ ցուցակ ունենք ովքեր են մասնակցելու, բայց ինչ է առաջնային տալիս խոհարարներին նման փառատոներին մասնակցելու։ Տեսեք, նախ նշեմ, որ մասնակից ունենք Սյունիքի մարզից, Տավուշի մարզից, Գեղարքունիքի մարզից, Լոռին մարզից, Երևանից, Շիրակից, այո։ Տեսեք, խոհարարները ինչ որ չափով շոու բիզնեսի նման մի բան է։ Այսինքն խոհարարը, որը հանրային արդեն ճանաչելիություն ունի եւ իհարկե նաեւ առաջընթաց, հետաքրքիր է դառնում նա երիտասարդ խոհարարների համար։ Եվ նրանց հանդիպումը արդեն ինչ որ մի բան հասկանալի արժեք է դառնում։ Այսինքն երիտասարդ խոհարարները կամ սկսնակ խոհարարները կամ մարդիկ, ովքեր ուզում են նոր մտնել խոհարարություն, իրենց մոտ ինչ որ մեկի, ինչ որ մի ճանաչված խոհարարին ձգտելու առաջ ցանկություն է անում։ Եվ մենք այդտեղ հնարավորությունը տալիս ենք երիտասարդ խոհարարների հանդիպումը, երիտասարդ խոհարարների շփումը այդ ճանաչված արդեն մեդալակիր, այստեղ դուք այնտեղ որ գաք կտեսնեք մեդալակիր այդպես խոհարարներ են լինելու։ Սա հոգեբանական առումով նույնիսկ ոչ միայն հոգեբանական, այլ հենց մարդկանց շփվելու, հենց ֆիզիկական այդպես տեսքով շփվելու առումով մեծ ազդեցություն է թողնում երիտասարդ խոհարարների վրա։ Բայց այնուամենայնիվ մարդիկ հպարտանում են, որ իրենք այս մրցույթին գրավել են 3-րդ տեղը, 2-րդ տեղը, 4-րդ տեղը եւ այլն։ Այս մեդալների հավաքածուն վերջում իրենց արդեն այդ տիտղոսային վզնոցի վրա բոլորն արդեն նշում են արդեն Եվ ամենակարևորը հաջորդ տարի մենք կունենանք արդեն վարպետաց դասեր, այստեղ իրականում մի փոքր նախապատրաստական աշխատանքները ավելի ուշ ենք սկսել, իրականում պետք է նշեմ, որ որոշակի աջակցություն նաև էկոնոմիկայի նախարարության туриզմի կոմիտեից ունենք եւ մինչեւ պայմանագրային հարաբերություններ եւ այլն այդ պատճառով նախապատրաստական աշխատանքներ սկսեցինք, բայց քանի որ ինքը ավանդապես արդեն որոշել ենք, որ տեղի կունենա
յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթ օրը հստակ արդեն ինքը մեր օրացություն կլինի եւ մենք հնարավորություն կունենանք ավելի շուտ նախապատրաստվել ու հաջորդ տարի մենք նախատեսում ենք նաեւ վարպետաց դասեր, որը մեծ խթան կլինի մեր այսպես ասած որոշակի առումով նոր քայլեր անող խոհարարների համար եւ այդ վարպետաց դասերը նաեւ կնպաստի շատերին ավելի լավ խորոված անել եւ ինչպես պարոն Մամուլյանն ասաց, ջերմաստիճանը ճիշտ պահել, ճիշտ նաեւ սկսել եւ ավարտել այդ ամեն ինչը, դա արդեն մյուս տարվա ընթացքում կունենանք խորովածի փառատոնի շրջանակներում վարպետաց դասեր։ Բայց սա նաեւ լավ հնարավորություն է, որպեսզի ձևավորվի համայնք խոհարարների, որովհետեւ մինչեւ մյուս տարվա հաջորդ տարվա փառատոնին, որին ներկա գտնվեն շատ այլ խոհարարներ, սա հնարավորությունն է տարբեր խոհարարների կապի, համագործակցությունների, նոր գաղափարների, ինչը շատ կարեւոր է։ Անշուշտ։ Սա networking է, հետաքրքիր, որ այսինքն այստեղ շփվում են եւ խոհարարները, եւ անհատները, եւ նաեւ գյուղացիները, ինքը ամբողջական համայնք է ու նաեւ ամենակարևորը զբոսաշրջության համաչափ զարգացման մասով, հա, ու նպատակը նաեւ Ստեփանավանում անցկացնել, որովհետեւ Ստեփանավանի չի իրականացված պոտենցիալ եւ նույն Ախտալայի դեպքում պետք է նշենք, որ Ախտալան ունենալով ամենամեծ Սուրբ Մարիամ Աստվածին եկեղեցին, ունենալով 970 քառակուսի մետր որոնանկարներ Բերդ եւ այլն, բայց մեր քաղաքացիների մոտ Ախտալան ասոցացվում է խորովածի փառատոնի հետ։ Այսինքն սկզբանե երբ որ 2008 թվականին նպատակ եղել է հռչակել Ախտալան եւ այլն, ու նպատակի ինչ որ առումով ծառայել է։ Հարցի մյուս կողմն է, որն է լավ, որ խորովածով են ճանաչում, թե այլ ավելի կարևոր բաներով, բայց պետք է նշեմ, որ փառատոնի իմաստը հենց դա է, հանրահռչակել եւ զարգացնել մեր մարզերը, նույն Արենի գինու փառատոնի շրջանակներում մենք ունեցել ենք այս տարիներ առաջ Արենի եւ ուղղակի անցել ենք, չենք իմացել, չէ, բայց փառատոնի շրջանակներում իմացանք, որ այդտեղ գյուղ կա, ավելին ասեմ, ամենահին գինեգործական գյուղն է աշխարհում, այնպես որ կարծում եմ նպատակին կծառայի եւ նաեւ զբոսաշրջությունը կզարգանա մեր մարզերում։ Դե ինչ, իսկ ձեզ մնում է սիրելի հերթայտողներ շաբաթ օրը, որ չգիտեք ինչ անեն շաբաթ օրը, որ փախնել ես քաղաքի աղմուկից, խցանումներից, փոշուց, գնում ենք դեպի Ստեփանավան խորովածի փառատոն, վստահ եմ, որ բայց այն որ շատ համեղ ու հետաքրքիր է լինելու։ Սա նաեւ լավ հնարավորություն է, ովքեր որ չեն եղել Ստեփանավանում, Ստեփանավանը տեսնել, ծանոթանալու, վստահ եմ այնտեղ կլինեն շատ մարդիկ, որոնցից եւ դուք եւս կունենաք շատ բան սովորելու։ Նաեւ շատերս այս օրերին հյուրընկալում ենք մեր արտերկրի, մեր բարեկամներին, հարազատներին, ընկերներին, սա լավ առիթ է, որպես այսպես Երևանյան շոքին չտանել, հրավիրել հայկական խորովածը ուտելու, հենց տանել մարզ, Ստեփանավան, իրականում այո, առիթ է Երևանից դուրս գալու ու վայելելու այս անչափ համեղ խորովածը գեղեցիկ մթնոլորտում, մշակութային, այսպես կենցաղին մոտենալ մեր մարզերին։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մեր հյուրերն են հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ Concept Events տնօրեն Վլադիմիր Գևորգյանը։ Շնորհակալ ենք շատ։ Լավ օրը մաղթում։ Շնորհակալություն։ Դե ինչ, այսքանով ավարտվեց լուսարոտին, տաղավարում կաշխատեն վաղը մեր գործընկերները, ձեզ լավ օր։